Պատերազմը սկսելուց առաջ ես կահույքագործ էի աշխատում։ Հենց աշխատանքի տեղը ռադիո լսեցի պատերազմի մասին ու առաջի օրը հիշում 16 զոհեր, հենց ռադիոյով, ասում էին 16-ը, բոլորը երիտասարդ տղաներ, այսինքն 2000-2001 թվականի ծնված ու իմ մեջ, որ տարիքով փոքր ու իմ մեջ բան արթնացավ էլի, ոնց որ տեղս չէի գտնում։ Այդ օրը եկա գնացի կամավորագրվեցի, դա ամսի 27-ին։ Հաջորդ օրը գնացի աշխատանքի էլի, ամսի 28-ին սեպտեմբերի։ Այնտեղ էլ նույն ճաշի ժամին էլի ռադիոյով 36-ով այդպես ու զանգ ա գալիս, ես ամսի 27-ին մի տղայի հետ էի ծանոթացել կամավորագրվելու ժամանակ, ասեց հիմա այս ավտոբուսի մեջ եմ, ես մի 30-40 րոպեից երևի ավտոբուսը կշարժվի։ Ես իրան խնդրեցի, եթե հնարավորություն կա, ձեզ պահի գալիս եմ հիմա։ Այդ աշխատանքից մի անգամի շոուերս փոխում եմ, դու շատ արագ Երևանից մինչև Աբովյան հասնում եմ, տենց շատ էին կամավորագրվողները, շատ էին, հենց ասում ասեղ գցելու տեղ չկար, բայց չէին բանանում ու իմ համառության հաշվին այսպես ասեմ, մի 4-5 անգամ ներս դուրս մտնում եմ, գնատուն կզանգենք բանը, հասկանում եի, որ դա չի նշանակում։ Չեմ համառությանը շնորհիվ ստացվեց, տենց զորով մտա, ոնց որ տենց ավտոբուս մտա։ Ամսի 28-ին գնացինք, 29-ին հասանք Ստեփանակերտ։ Մի ամբողջ օր բան էինք անում, տես որտեղ պետք է գնայինք, ոնց պետք է անեինք։ Հետո այդ օրը մի օր հետո մեզ համազգեստ տվեցին, զենք զինամթերք ու դեպի արդեն ուղղություն, տենց դեպի Մաղավուզի դպրոց, դա Մատաղեսի տենց հետ կողմերն անկնում։ Առաջի մարտական գործողության, այնտեղ արտբամբյոշ կա, այսինքն հրետանային հարձակում մեր վրա, հետո նահանջ ենք տալիս։ Միակ հետաքրքիր դրվագներն էր, որ բույսերից մեզ համար թե էինք պատրաստում, սենց իրավիճակներ էլ կային շատ հետաքրքիր։ Իրավիճակներ կար, սրսկում էինք օրինակի համար, մի քիչ թոքաբոր, պլյուս կորոնավիրուս էր մոտես, տենց ընկերս էր ինձ սրսկում։ Այդ ժամանակ ինչ-որ հետաքրքիր սիրո դրսևորումներ կային տարբեր կողմերից, տարբեր մարդկանցից, այսինքն թե զինծառայողների մեջ մեկը մյուսի հանդեպ, թե հանրության, այսինքն այդ ամեն ինչը մի քիչ երբեմն սենց մի քիչ ջղայնացած ժամանակ ասում եմ, որ պատերազմ եմ ուզում, որովհետև այնտեղ այդ սերը կար, այդ ջերմությունը կար, հա։ Ճանապարհից տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի։ Նոյեմբերին արդեն մնացել էր ամենա կարող մասան, ամենա նվիրյալները, այսպես ասեմ, տրտնջացող էլ չկար, ով որ փախել էր, ով որ մնացել էր, ով եկել էր, արդեն եկել էր ու այդ առաջի ստրեսները բոլորս արդեն հաղթահարել էինք։ Մնացել էր այդ ժամանակահատվածում ոսկի կորիզներ երևի հավաքվել, այսպես ասեմ, ցավոք սրտի տենց այսպես ստացվեց, հիմա ասենք մարդիկ չեն զոհվում, բայց մի տեսակ մարդկայնությունը, մի տեսակ ոնց որ գնացել է 3-4 պլան էլի մեծամասամբ, տենց այդպես մինչև նոյեմբերի 6-ին եմ ես վիրավորվել։ Շուշիի մարտերում, առաջի հակագրոհում ենք կազմակերպում նույն Մատաղեսի 4 գումարտակի հետ։ Այդպես, վիրավորիչ հեսնելուց ես եմ վիրավորվում, տես հերթական վիրավորիչ հեսնելուց։ Ոնց որ միակ մխիթարանքս իմ դեպքում դա բանն էր, որ կարողացա մի քանի վիրավոր փրկեմ, ինքնասպոփանքի նման մի բան է, որ տենց
ստացվել է։ Վիրավորվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալ են ինձ տանում։ Հետո այնտեղից էլ Երևանի հիվանդանոց են տանում։ 14 օր ռեանիմացիայում, ընդհանուր առմամբ 165 օր Երևանում են պարկել, ու այդ որ սեր եմ ասում հոգատարություն, հենց մեկը նույն առաջին նույն ձևի այնտեղ երևաց, թե բուժ անձնակազմը, որ սս մտերմացել, հենց արդեն ընտանիքի նման ենք դառել ու թեկուզ միջև էլ էլի շատ հոգատար, հենց բոլոր զինվորների հանդեպ, որից հետո արդեն վերականգնողական կենտրոն մոտ 5 ամիս, սել այնտեղ եմ վերականգնողական բուժումներ անցկացրել, որի շնորհիվ այսօր տենց կարելի ասած մեծամասամբ ինքնուրույն եմ իմ կյանքում, իմ առօրյայում, ու այդ նույն հոգատարությունը, որ իրոք անասելի շատ մեծ ջերմություն, հոգատարություն մեր վերականգնողական կենտրոնի շնորհիվ, որովհետև առաջինը հոգատարությունն է իմ խորին համոզմամբ, նոր երկրորդը արդեն մասնագիտական այդպես։ Դրանից հետո էլ արդեն հենց նույն վերականգնողական կենտրոնի շնորհիվ փայտի փորագրության դասընթացների գնացի, քանի որ իմ ոլորտին քիչ մոտ է, արդեն մեր տանը, մեր հայաթում մի հատ փոքրիկ արհեստանոց եմ դեռ պատրաստելու փուլում է, դեռ իմ ադապտացվելու փուլն է, դեռ բան չունեմ, բայց այդպես ուզում եմ զարդատուփերի փոքրիկ ինչ-որ հետաքրքիր բաների փայտից նման բաներ պատրաստեմ այդ նպատակով։ Դե կվարձիրայից տեղափոխվեցինք սեփական տուն, ու դա էլ ասում եմ նոր հնարավորություններ է, նույնը գյուղատնտեսությունով զբաղվելու, նույնը անասնապահությունով ու իմ արհեստանոցի հետ կապված։ Ու այդ ամբողջը շատ լավ հոգեբանական թերապիա է, նույն բնության հետ շփվելը, նույն կենդանիների։ Իմ մոտ ամենից կարևորը հենց վիրավորվելուց ժամանակ մի պահ կար, որ հույս չկար, որ կարող ողջ մնամ, ու այդտեղ ես մի բան հասկացա, որ ամբողջ կյանքումս մինչ այդ ժամանակահատվածում ինչի հետևից եմ վազել, ինչ եմ ցանկացել, դա ամբողջը սին է։ Այսինքն կարևորը անկարևորից ոնց որ զատեցի երևի թե հենց այդ պահին։ Այսինքն այդ պահին ես չփոշմանեցի, որ, չգիտեմ, 200-ականի տուն չեմ կառուցել, ավտոմեքենա, բիզնես եւ այլն։ Ես ամենից շատը երևի ափսոսանք այդ պահին ապրեցի, որ չեմ գնահատել, ասենք, տվյալ պահին ծնողներին, հարազատներին, քույրիկիս, ընկերներիս այս պահը չեմ գնահատել, այսինքն իրենց կողքը լինելով հանդերձ, մտքերով կամ անցյալում կամ ապագայում, չգիտեմ որտեղ եմ եղել, բայց տվյալ պահին, տվյալ տեղում չեմ եղել։ Դա ամենամեծ ափսոսանքն էր, որ ես իմ կյանքի այդքան ժամանակահատվածը վատնել եմ։ Դրանից հետո փորձում եմ գոնե այդպես հիմայով ապրեմ։ Հիմա ձեզ հետ եմ, այս պայից ոնց որ դրական լիցքեր, բանան եմ, աշխատանքի տեղն եմ, եթե տվյալ պայն տվյալ տեղում լինեմ, երևի ես իմ աշխատանք ավելի լավ կկատարեմ։ Ծնողներից հետ եմ ուշադրություն կարողանամ դարձնեմ իրենց հնարավորինս չափով, ու այսպես, այսինքն փոշմանելու բան չեմ ունենալու վաղը, ափսոսանու բան չեմ ունենալու, որ ափսոս ես մի բանը չեմ արել, ու երևի ամենից կարևորը հենց հիմա այստեղ լինելն է, դրա այն ամենաճիշտ բանաձևը։
առնվազն գոնե ես այդպես եմ մտածում։ Ինձ հաշմանդամ չեմ զգում, հենց իմ մտերիմների, ընկերների շրջապատի, որը օրորի շատ համեցացել նույն վերականգնողական կենտրոնի շնորհիվ այնտեղ տղաների բուժանձնակազմի, այսինքն իրանք իմ ընկերներն են արդեն շատերը, որ ու աջակցությունը շատ ահռելի մեծ, որ ես ինձ, ասենք, չգիտեմ, այսօր չեմ քայլում, բայց ինձ թվում է ես մի 6 ձեռ ունեմ, 6 ոտք ունեմ, այսինքն ամեն ինչ կարող եմ, այսինքն մի հատ բան է ու այդ իմ մտերիմների հարազատների շնորհիվ է այդ ամեն ինչը իմ ընկերների։ Սկզբի ժամանակ լինում էր մի քիչ հոգեբանական տենց անկում, կորուստ, հա։ Դա էլ երևի հաղթահարեցի հենց նույն վերականգնողականում, երբ որ ինձանից ավելի վատ վիճակում տղաների տեսա, որ իրանք ապրում են, պայքարում են, ոնց որ ինձ համար ամոթ դառավ, որ ես հետ գնալու տեղ չունեմ, այսինքն ես տղաներ պայքարում եմ, ես առավել եւս, այսինքն որ իրավունք չունեմ տրտնջալու, այսինքն մի հատ իրավիճակ երևի մոտս հայտնվեց, որ միգուցե վատ օրինակ է, բայց ինձ դա էլ ինձ լիքը բաներում, որ ես ասում էլի իմ կյանքի կես ապրած տղաները, որ իրանք լուրջ վնասվածքներ ունեն, շատ ավելին։ Ու հետո այդ ժամանակի ընթացքում հասկացա, որ վնասվածքը ձեռքի, ոտքի, ասենք, քիչ կարևոր չի, բայց երևի կարևորագույնը մեր միտքը, հա, ոնց որ այս երկու աշխատանքն ամենակարևորագույնն է, ճիշտ իրար հետ որ համահունչ աշխատի, իսկ եթե այդ կապը չկա, ասում 10 ձեռ 10 ոտք ունենաս, իմաստ պետք է լինի, հա, այդ կյանքում ինչի համար պետք է այս կյանքը ապրենք։ Ու ինձ համար դա ոնց որ եթե ողջ եմ մնացել, ինձ թվում է, որ մի մեծ առաքելություն եմ ես կյանքում, դա էլ է ինձ ուժ տալիս, հույս տալիս, լույս տալիս, հա, սենց ասեմ, առաջ արժվելու, ապրելու